Դուք նշեցիք զոհված ընձառայողների դիերի դուրս բերման գործընթացը եւ թե ինչպես եք նկատել նրանց, թե իրենք ինչ դիրքով են եղել։ Այս դուք կարող եք հիմա դատարանին հայտնել, թե վարարանը որտեղ որ գտնվում է սենյակում դուք դին նկատել եք, թե չէ։ Այո։ Ես խնդրում եմ նկարագրեք այդ զոհված ընձառայողի տեղակայման վայրը գտնվելու ձևը եւ հնարավորինս ստացած այլվածքների չափը։ Վարարանի կողքի տուժածը, որ հայտնաբերել ենք, առաջիններից ես եմ հայտնաբերել, ինքը ելա վարարանի ու պատի մեջտերի հատվածում հեռավորությունը կոնկրետ չեմ կարող նշեմ, բայց այդտեղ 2 մետրի չափով տարածք է դեպի Զինանոցի պատի։ Վարարանի ու Զինանոցի պատի արանքում է եղել, ինքը դիրքը չեմ կարող ասել ինչ դիրքի էր, բայց ծնողներ ջան կներեք, վիճակը որ ասացիք նկարագրեք, բավականին այրված էր, վերջիկները նույնիսկ իր չկային, մոխրացած էին, սրացած ինչ որ հատված էր երևում։ Այդ վիճակում եմ նկատել ես։ Վերջիկները որ ոտքի դեպի վարարանի կողմը, պատի կողմը, որ մասում է վերջ։ Հստակ չեմ կարող ասել պարոն Օրիկյան, որ հատվածում էր, ավելի շուտ ինքը վարարանին զուգահեռ էր, վերջիկները դեպի դռան կողմ էին։ Դեպի դռան կողմ, այսինքն գլուխը դեպի պատի կողմ։ Դեպի այն տեսենց նայենք այդ սենյակը, այս Զինանոցն է, գլուխը դեպի այս կողմ։ Իսկ ինչ դեմքը հատակին, թե երևացող մասը դեմքը։ Ինչքանով հիշում եմ կողքի էր։ Ինչքանով որ ես եմ հիշում կողքի էր դեմքը դեպի վարարանի կողմ, ոչ թե մյուս պատի։ Այդ լավ չեմ հիշում, փորձում եմ ինչքան հիշում եմ ասել, իմ հիշելով այդպես էր։ Դուք եք հանել դուրս անել զոհված ընձառայողին, այդ կոնկրետ այդ զոհված ընձառայողին։ Կոնկրետ այդ զինված ընձառայողին հայտնել ենք այդ պահին, մասնակցել եմ աշխատանքներին, բայց ամբողջությամբ չէ, արդեն պատգամավորում եմ, ես անցա Զինանոցը նայելուն, ես հատուկ համազգեստով էի արդեն շնչառական ապարատով էի, անցել եմ մյուս սենյակը նայելուն, հետ գալուց արդեն մասնակցել եմ ու անցել ենք մյուս կողմ։ Ինչու ես այդ հարցը տվեցի, որովհետև դուք միջդատական վարույթում մի փոքր լավ, հետո դրան կանադառնալ, իսկ այդ վարարանի սենյակում գտնվող զոհված ընձառայողի դեմքը դա ճանաչելի էր, թե անճանաչելի։ Հիմնականում պարոն Օրիկյան, այդտեղ մոխրացած հետքեր կային, մոխիրներ, վառված նյութերից առաջացած այդ ծուխը, դեմքները ընդհանուր իրենք հիմնականում ծխապատ էին։ Ընդհանուր, ոչ թե միայն դեմքերը, տարածքում ինչ կար, սևացած այտենց կիսով չափ չէր կարում հասկանալ, միգուցե մաքրվեր, ինքը լիներ ծուխ, ծխի հետևանք, միգուցե վնասված էր, ռեալ չեմ կարող ասել։ Հետաքրքրություն առաջացել, տեսեք ասում եք ամբողջովին ծխապատ է եւ այդ տարածքում, ինչու՞ բացատրեք այդ պարադոքսը, հակասությունը, որ զոհված ընձառայողների դիերը ծխապատված են, չգիտեմ ինչու, բայց հանկարծ այդ պատը այս սպիտակության նման սպիտակ է։ Որ պատը։ Զինծառայողների կացարանը, որ կացարի պատը, որտեղ որ իրենք քնած են եղել։ Չեմ կարող ես դարձում պատասխանել։ Իսկ բայց կոնկրետ չէ, մտաբերելը չէ, դրսում նկար տեսա, հասկանում եմ ինչի մասին եք ասում, բայց կոնկրետ այդ հատվածում ծուխը ես տեսել եմ, ծուխ եղել է, որ մենք գնացել ենք, արդեն գոլոշի ծուխ, այն գերաններ էր վառվում տանիքի, կար ընդհանուր ծուխ, այդ ամեն ինչը տեսել եմ, բայց ինչի համար է սպիտակ, այդ չեմ կարող ես բան ասեմ, որովհետև դրա մասնագետը չեմ կարող։ Պարոն Հովհաննիսյան, այդ զոհված ընձառայողը, որը գտնվել է վարարանի մոտ, երկու տարբերակ մենք ունենք, սկզբանե զոհված ընձառայողը տեղը այրվել, կամ
զինծառայողների կացարանից է դուրս եկել։ Հիմա փորձենք վերլուծել երկրորդ վարկածը։ Ինքը ինչ հանգամանքներում կարող է դուրս գալ այդ կացարանից, որտեղից կարող է դուրս գալ։ Երեք տարբերակ կա։ Կամ ճաղավանդակներից, որպեսզի դուրս գալ մտնել կացարան, խելագարության կանխավարկածով չի ասում։ Կամ տանիքով պետք է բարձրանալ, չգիտեմ ոնց ճիշտ էր վարարանի մոտ, կամ դռնով։ Այդ նա խնդրում է դուրը կարող եք նկարագրել, զինվորական կացարան մտնող դուրը, ինչպիսին է ձեր։ Դուրը կոնկրետ չեմ հիշում, բայց երբ որ ուզում է այդ կողմից մտնեինք, հատուկ միջոցներով արդեն խոչընդոտներ կային, ես այդ կողմից չկարողացա մտնել, որպեսզի հետախուզություն կատարեմ, բայց կոնկրետ չեմ հիշում, բայց հետո որ հակառակ կողմից եկել ենք, այդտեղ դոշակներ կային կուտակված դրաններ հատվածում, միգուցե այդ խոչընդոտները չեմ հիշում, բայց չկարողացա այդ կողմից մտնել, դուրս եկանք, հակառակ կողմից արդեն սկսեցինք, դռան կողմից չեմ կարողացել ներս մտնել։ Այսինքն այդ վարարանի սենյակից դեպի կացարան խոչընդոտներ կային, միգուցե դոշակներն էին, հետո որ աշխատանքները տարել ենք, անցել ենք այն կողմից, դոշակները հիշում եմ, այնտեղ բան կար, էլեկտրական պլիտաներ կան, դրանց տաքացուցիչներ կան, տենց բաներ կար այնտեղ, միգուցե դրանք են եղել պատճառը, որ չեն կարողացել, ծխապատ էր շատ այդ հատվածը կոնկրետ։ Այն մյուս կողմը տանիքը բացված էր արդեն ծուխը այդքան չէր մնում ներսում, բայց այդ դրան հատվածում կոնկրետ ծխապատ էր։ Իսկ մի հարց է կապված վարարանի հետ այն սենյակում, զոհված զինծառայողը, որ այդտեղ վարարանի կողքին է, այդտեղ փլուզում կար, թե չկար։ Ես որ գնացել եմ, այդ վարարանի հատվածում արդեն բաց էր տանիքը։ Տանիքը բաց էր։ Երևում էր դուրսը, որտեղ ծխապատումն էլ քիչ էր այնտեղ։ Ինչքանով հիշում եմ ես, այնտեղ տանիքը կոնկրետ վարարանի սենյակում արդեն կամ վարված էր, կամ չգիտեմ ոնց էր եղել։ Այդ երկու զոհված զինծառայողի դին ինչպես է տեսանել, այդ տանիքը հլվածքը ինչ է։ Գուցե այլ նյութեր են եղել վարվել են, ռեալ չեմ կարող ես ասեմ։ Բայց այս մի տարածքում էլ որ փլվել էր, այս տարածքում հողը ավելի շատ էր, բայց վարարանի տարածքում ինչքանով հիշում եմ, հողային մասը քիչ էր, միգուցե տանիքի կառուցվածքից է եկել, չեմ կարող ասել։ Ես ուզում եմ, որ դուք նկարագրեք հիմա ներկայացրեք դատարանի զոհված զինծառայողի դուրսբերման հրամանի տրման պահը։ Լավ, դուք ասում եք, որ հրամանը նման ստացել եք ձեր հրամանատարից Մխիթար Կարապետյանը։ Այդ հրամանը ինչպես է տրվել։ Դուք շարվեցիք, ձեզ անհատապես շարվեցիք եւ բոլորիդ նման հրաման տվեց, թե անհատապես բոլորիդ նման հրաման, ինչպես է տրվել այդ հրամանը։ Հրամանը աշխատողներով դե շարվել չի եղել, այնտեղ աշխատողներով կոնկրետ ով որ շիջում էր անում, ովքեր որ տկարական աշխատանքներ էին անում, հավաքում էին հրամանատարը ասում էր, որ պետքա ասես տվյալ ունենք, որ 15 տուժած պետքա լինի, կատարում ենք որոնողական աշխատանքներ, բոլորին պետքա գտնենք դուրս բերենք։ Իսկ ձեր հրամանատարը հրաման էր կատարում, թե դա այդ հրամաները ինքն էր, ըստ իրավիճակի, դա իր մտքի արգասիքն է եղել, որ ինքն է հրաման տվել, որ զոհված զինծառայողների դուրս բերվի ձեր կողմից, թե ինքն էլ իր հերթին իր վերադասի հրամանը կատարել։ Հստակ չեմ կարող ինչ-որ բան ասել, բայց ելնելով այն հանգամանքից, որ հրդեհաշիջման ղեկավարը տկարական աշխատանքների ինքն է եղել, հրամանը պետք է որ ինքը որոշած լինի, չեմ կարող հստակ ասել։ Քանի տարի աշխատանքային ստաժ ունեք հրշեջ։ Ներկայությամբ արդեն 6 տարի։ Այսինքն եթե շուրջ գրեթե հոմանի 3 տարի 3.5 տարի դեպքի բան աշխատանքային ստաժ եք ունեցել, հաշվի առնելով այդ հրդեհի ծավալը եւ այդ ողբերգության մասշտաբը, դուք ինչ եք կարծում, հնարավոր է որ ձեր հրամանատարին վերադաս հրամանատարությունը նման կամ վերադաս հրամանատարությունը այդ ժամանակ տեղեկացված չլիներ այդ հրդեհի մասշտաբի մասին եւ նրանք ձեր հրամանատարը ուղղակի կապի մեջ չլիներ նրանց հետ։ Չեմ կարող հստակացնել հրամանատարը տվյալ պահին ում հետ է կապի մեջ եղել, ում է զեկուցել, ինչ է կատարվում, ոնց է կատարվում, կոնկրետ ես չեմ հիշում։ Մխիթար Կարապետյանը դա իր պատկերացումներով գնահատելով իրավիճակը ինքն է նման հրաման տվել առանց որևէ վերադասի համաձայնության կամ հանձնարարության։ Չեմ կարող ասել։ Հիմնականում դեպքերի ժամանակ դեպքի վայրում ով որ լինում է,
ինքն է կայացնում որոշումը, պատասխանատուն էլ ինքն է։ Դեպքեր են լինում, որ ժամանատարը կոնկրետ տեղում չի լինում, լինում է հերթափոխի պետը, դաշիճման ղեկավարը, ինքն է որոշում կայացնում։ Նույնիսկ եթե զեկուցում է, իրան են ասում դու որոշում կայացրել, դու տվյալ դեպքում քո ուժերը բավարարում է կամ դու կարողանում ես այդ հրդեհել կամ վթարաբերական աշխատանքները կատարես, թե ոչ։ Ինքն է որոշում։ Ձեր մասնագիտական այդ աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ հանդիպել է նմանատիպ իրավիճակ, երբ ՀԴ-ի ուրեմն այդ հանդիպող շինության միջից դուրս եք հանել զոհված անձը։ Չեմ հիշում, չէ։ Չէ, դա առաջին դեպքն էր։ Իմ պրակտիկայում այո։ Շատ լավ, ես ինչու տվեց այդ հարցը։ Լավ, դուք ստացաք հրահան գնալու ընդհանրապես ՀԴ-ի դեպքի վայր մեկնելու պահին դուք ինչ հրահանգավորում եք ստանում ձեր վերադասից, կամ ինչպիսի ուսուցում եք ստացել, որ տուժած ձեր տերմինով ասեմ, տուժած անձ լինելու պարագայում դուք ինչ պետք է անեք, կամ մահացած անձ տեսնելու պարագայում ինչ պետք է անեք։ Նման հրահանգավորում ստանում են հերթափոխի պետերը կամ կոնկրետ ավելի բարձր պաշտոնի մարդիկ, որ իրենք են կայացնում որոշում։ Ես հաստիկով իմ ծառայության բերումով այնպիսի աշխատանք եմ կատարում, որ կատարում եմ հրամաններ դեպքի վայրում, իրենք են հրաման տալիս, մենք ոնց անենք, ու հիմնական մեր հրամանները ստանում ենք դեպքի վայրում։ Ես կոնկրետ իմը ստանում եմ դեպքի վայրում, կախված դեպքի հանգամանքներից, դեպքի բարդությունից, իրավիճակից ելնելով, թե հրամանատարը տվյալ դեպքում եղել է ջոկատի հրամանատարը, այլ դեպքերում լինում է հերթափոխի պետը կամ տվյալ պահին ավելի պաշտոնով բարձր անձնավորություն։ Ի զոհի դուրսբերման պահին զոհվածին ծառայողների ձեր ուղղությամբ, այսինքն ներքին գործերի նախարարության ամենաբարձրաստիճան պաշտոնատար անձը ով է։ Սկսելու պահին, հա, երբ որ սկսել ենք։ Հիշելով իմ տեսածով Կարապետյանն է եղել ինձ, մեր ջոկատի հրամանատարը, ամենաբարձր։ Մարզային օղակով ղեկավար անձնակազմների ներկա եղել եմ, բայց ավելի ուշ եմ իրենց տեսել ես։ Վերջում դուրս գալուց նոր իրենց նկատել եմ, որ տեղ եմ։ Ում եք նկատել։ Նկատել եմ մեր ճկարական վարչության աշխատակիցներից, եղել է նախարարությունից։ Ովքեր կանոնականացնել։ Չեմ կարող անունը ասել։ Այսինքն ավելի վերադաս են եղել։ Հա, ավելի, բայց վերջի պահին եմ իրենց նկատել, ջոկատում եմ նույնիսկ նկատել դեպքից հետո որ եկել ենք ջոկատը այդքան։ Չէ, դեպքի վայրի մասին է խոսում։ Ինչքանով հիշում եմ ինքն էլ եղել, բայց անունը չեմ կարող հիշել։ Դե նման բաները ջոկատի հրամանատարը ավելի ստույգ կիմանա, ինքը ավելի ճիշտ կպատասխանի։ Ի վերջո դա ամբողջ օպերացիան գործողությունը դե ով է ղեկավարը։ Կոնկրետ մեր մասով ես հրամանները ստացել եմ իմ վերադասից Կարապետյանից։ Իսկ բացի ձեր մասից ուրիշ ինչ մասեր կար։ Դերդեաշիջումը կատարվել եւ երկրարարական աշխատանքներ, երկու թվով էին աշխատում։ Իսկ այդ հրդեհաշիջման աշխատանքը ով է ղեկավարը։ Չեմ կարող ասել։ Դուք այդ գործողությանը չեք մասնակցել։ Չէ, ես մասնակցել եմ երկրարարականին, միաժամանակ է կատարվել, չեմ կարող հստակ ասել։ Միգուցե դու իմ պատկերացմամբ ղեկավարելա Կարապետյանը, բայց թե ովքեր են կատարել, չեմ կարող ասել։ Ձեր վերադաս հրամանատարությունից ով է տեղը, որ այսօր դուք կատարում ցուցում եք։ Կոնկրետ չգիտեմ ով է տեղյակ եղել, ես զեկուցել եմ իմ անմիջական հրամանատարին, ջոկատի հրամանատարին։ Ով է դրան։ Կարապետյան Մխիթարը։ Ներկայացրել եմ, որ ստացել եմ ծանուցում, քանի որ մենք բացակայում ենք տարածքից, պետք է զգուշացնենք ծառայության բերումով, այնպես է, որ տարածքից բացակայելու դեպքում զգուշացնում ենք զեկուցագիր ենք գրում, նոր ենք դուրս գալիս։ Զգուշացրել եմ, գրել եմ զեկուցագիր, որ բացակայում եմ այս պատճառով ու եկել եմ։ Իսկ ինչ եք քննարկել այս դեպքի մասին։ Ոչ մի բան, տենց առանձնահատուկ։ Ասել եմ գնում եմ դատարան, ասել է գնա։ Ասենք զուտ ընդհանրապես չեք քննարկում, հաշվառում որ դուք շատ առանցքային վերակատարություն եք ունեցել եւ դուք եւ պարոն Կարապետյանն։ Կոնկրետ այսօրվա մասին է Չէ, ընդհանրապես այս գործի մասին։ Ընդհանրապես դեպքից հետո էլ քննարկումներ եղել են ջոկատում, բոլորս էլ քննարկել ենք, որ շատ վատ բան ա եղել, սենց եղավ, ամեն մեկը ենթադրենք ասել է ինչն ա տեսել, ինչ ա տպավորվել, որ ինչն ա բոլորիս վրա ազդել ա, դրանից հետո ագին հոգեբանների հետ ենք աշխատել, նախարարությունում ունենք հոգեբանական խումբ,
ծանր դեպքերից հետո զանգահարում են բոլորիս հետ, խոսում են այդ ամեն ինչը հետևանք չթողնելու համար։ Իսկ այսօր որ բան քննարկել եք։ Ոչ, այսօր առավոտյան հենց մտել եմ, ստորագրել եմ, ուշանում եմ նույնիսկ շուտ ստորագրել եմ, թղթերը տվել եմ, ծանոթում ու եկել եմ։ Նախապես զգուշացրել էի, որ գնալու եմ, ծանոթում այսօր տարել եմ, ներկայացրել եմ, ինքը ուղարկել է, ես եկել եմ։ Շնորհակալություն, Մակոժան,